համարում եք, որ խմբակային ծեծից հետո թաղապետը ներողություն է խնդրել ոչ թե ծեծվողից, այլ բնակչությունից։ Նորմալ չեմ համարում, բայց եթե ինձ վիրավորեին, մտնեին, ես էլ կռիվ կանեի։ Այդ իմ պատասխանն է։ Չեմ կարող ասել, պետք է երևի պատժվի, երևի թե։ Ես Էջմիածնից եմ, ստեղի թաղապետների հետ չեմ անում, չեմ ճանաչում։ Ճիշտն ասած, եթե կոնկրետ անձի նկատմամբ է բռնություն կիրառվել, ուրեմն բնական է, որ կոնկրետ անձից նաև ներողություն պետք է խնդրեն, որովհետև բացի նրանից, որ կոնկրետ անձն է տուժում, իհարկե նաև հասարակության անդամներն ու ներկա գտնվողներն են տուժում, հոգեբանորեն, նաև, բայց իհարկե գլխավոր տուժողը այն անձն է, ով կրում է նաև ֆիզիկական վնասներ ու ոչ միայն բարոյական, նաև ֆինանսական աջակցություն է պետք մարդուն ցուցաբերել, եթե ծեծի արդյունքում օրինակ ինչ-որ բժշկվելու կամ ինչ-որ բանի խնդիր կա, կարծում եմ նորմալ է, որ երկուսից է ներողություն խնդրեն, եւ հասարակությունից եւ տուժողից։ Թե որ ներողությունը խնդրել ճիշտ է արել, բայց այդտեղ չգիտեմ, ես ընդ չեմ ներողում։ Բայց չպետք է գոնե ծեծվողից ներողություն խնդրել, որտեղ խմբակային մի քանի հոգով ծեծում էին մեկ հոգի։ Նա սադրանք է արել, ինձ թվում է։ Բայց այդ դեպքում կարելի է ծեծել մարդուն։ Չէ, կարելի։ Բնակիչներից այո։ Հարությունից, բայց այո, որովհետև ինքը վարչապետ, վերջապես մենք պետություն ենք, աղջիկ ջան, պետք է հարգել ժողովրդին առաջի հերթին։ ծեծվողից չպետք է ներողություն խնդրել։ Ծեծվողը ինչ-որ մի բան արել է, որ չէ ծեծվել։ Բայց կարելի է մի քանի հոգով մի հոգու ծեծել։ Դա ես օրինակ ժամանակ սպորտով եմ զբաղվել, կյանքում թույլ չեմ տա ինձ, ես ինձ, բայց եթե թույլ են տվել իրանց մեղքա ասում է իրանց գլուխը։ Նորմալ համարում եք, որ խմբակային ծեծից հետո թաղապետը ներողություն է խնդրել ոչ թե ծեծվողից, այլ բնակչությունից։ Նորմալ է, որովհետև ծեծվողը ինքը նույնիսկ դիտավորել երևի թե հրարում էր որ ծեծել, իսկ բնակչությունից ներողություն խնդրել պարտավոր էր։ Իսկ այդ դեպքում մի քանի հոգով, եթե նույնիսկ հրահրել են, մի քանի հոգով մի հոգուն ծեծել է արդեն։ Այսօր Հայաստանում բոլորը լարված են, մի քանի հոգի կլեն, թե չէ, եթե սադրում են, դրդում են, պիտի ծեծը ուտեն։ Ինքը ուզում էր ուտել այդ ծեծը կերավ։ Բայց չպետք է գոնե նաև ծեծվողից ներողություն խնդրել։ Չէ։ Այդ ծեծվողը ինքը բնակչությունից պիտի ինքն էլ ներողություն խնդրի։ Իհարկե նորմալ չի, աննորմալ իրավիճակ է։ Պետք է գոնե ծեծվողից էլ ներողություն խնդրել։ Ոչ թե ներողություն խնդրել պետքա դատվի, դա ինչ ներողություն խնդրել։ Պետք է աշխատանքից հանեին, շպրտեին, պետքա դատեին, ինչի մասնակից։ Ոչ։ Ոչ։ Հասկացա, սիտուացիան չգիտեմ ինչ պատասխանել։ Նոր-նորքի թաղապետը, որ ակտիվիստ Արտուր Չախոյանին ծեծել էր։ Հիմա ներողություն է խնդրել բնակիչներից։ Չեմ լսել, կներեք, չեմ կարող պատասխանել։ Երևի։ Դե աբսուրդի երկրում ենք ապրում։ Չէ։ Դե նորմալ չի։ Պետք է նաև ներողություն խնդրել ծեծվողից։ Դե սովորաբար տենց է, եթե ինչ-որ մեկի դեմ մի բան ունես, գնում ես իր հետ բարիշ ես, արծետ իր հետ կարգավորես։ Իսկ ընդհանուրի կարծիքը դա կարծիք է։ Ընդհանրապես ծեծվողից էլ պետք է խնդրել առաջին հերթին, հետո նոր բնակիչներից, ես այդպես եմ դեպքում հարմար։ Նոր-նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը նախորդային Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ներողություն է խնդրել քաղաքապետ Տիգրան Ավինյանից եւ հասարակությունից ապրիլի 30-ին Նոր-նորքի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկրտուքի համար, սակայն նա գոներողություն չի խնդրել Արտուր Չախոյանից, ում խմբակային ծեծի է ենթարկել։ Օրագիր Նյուզի հարգելի հետևորդներ, նորմալ համարում եք, որ թաղապետը խմբակային ծեծից հետո ներողություն է խնդրել ոչ թե ծեծվողից, այլ հանրությունից։ Մեկնաբանություններում գրեք ձեր կարծիքը։